Ձմեռային երկնքի ստվերի տակ, երբ փետրվալի վերջին արձագանքները միաձուլվում են գարնան սպասման հետ, աստղերը ձևավորում են յուրահատուկ օրինաչափություն։ Ձեզանից ոմանց համար տիեզերական ռիթմերը պատրաստել են ոչ միայն տեսարանի փոփոխություն, այլև սցենարի իսկական վերագործարկում։ 2026 թվականի փետրվարի 20-ից սկսած մոլորակները կդասավորվեն այնպես, որ 3 կենդանակերպի նշանների համար կյանքը կտրուկ շրջադարձ կկատարի, բացելով կյանքի նոր փուլի դուռը։ Սա կլինի մի ժամանակ, երբ ներքին փոփոխությունները կարտացոլվեն արտաքին աշխարհում։ Եկեք նայենք աստղագուշակական կանխատեսմանը եւ տեսնենք, թե ով է դատապարտված լինել այս երկնային դրամայի գլխավոր հերոսը։ Ցուլ։ Ցիկլն ավարտված է, եւ երկիրը նոր շունչ է քաշում։ Ձեզ համար, սիրելի ցուլեր, այս ժամանակահատվածը կնշանավորի ձեր կյանքի կարևոր եւ չափազանց կարևոր փուլի ավարտը։ Պատկերացրեք, որ երկար եւ ջանասիրաբար մշակել եք ձեր այգին, եւ հիմա եկել է պահը հավաքելու վերջնական բերքը։ Հողը, որը սնուցել է ձեզ այս բողոր տարիներին, հանգստի կարիք ունի։ Մոտավորապես այսպես կաշխատի ձեզ համար Յուպիտերի ասպեկտը, ավարտելով իր երկարատև անցումը։ Դուք կզգաք, թե ինչպես են ձգձգված գործընթացները, հարաբերությունները կամ նախագծերը բնականաբար հասնում տրամաբանական ավարտի։ Սա կտրուկ կամ տրավմատիկ բան չի լինի, ընդհակառակը, դուք կզգաք խորը ներքին լուծում, կարծես երկար սպասված բեռը վերջապես վերացել է։ Եվ այստեղ ամենալավ մասը կբացվի տարածք հիմնարար նոր սկզբի համար։ Ձեզ կներկայացվի փոխաբերական իմաստով նոր հողակտոր, կուսական հող, լի ներուժով։ Սա կարող է ներառել բնակության վայրի փոփոխություն, ձեր մասնագիտական գործունեության հիմնարար վերանայում կամ անսասան ներքին աջակցություն գտնել։ Ձեր խնդիրն է ոչ թե կառչել հնացածից, այլ երախտագիտությամբ ընդունել այս երկնքից եկած պարգևը եւ համարձակորեն փորել ձեր ճակատագրի թարմ չհնձված հողը։ Ջրհոս։ Ճակատագրի էլեկտրական ազդակը Ուրանի նշանի ներքո։ Ջրհոսներ, պատրաստվեք, ձեր կառավարիչ Ուրանը պատրաստ է ձեզ իսկական աստղային ֆլեշմոբ նվիրել։ 2026 թվականի փետրվարի կեսերից այս ապստամբ մոլորակը կմիացնի իր անակնկալների առավելագույն գեներատորը, մասնավորապես ձեր անձնական նշանակության եւ կյանքում ճանաչման ոլորտում։ Սա հենց այն պահն է, երբ ձեր յուրահատկությունը, որը երկար ժամանակ ինկուբացվել է, կպահանջի համարձակ եւ անվերապահ ազատում։ Մի սպասեք հանգիստ եւ կանխատեսելի ուղիների։ Ուրանը գործում է հայտնությունների, կտրուկ շրջադարձերի եւ իրավիճակների միջոցով, որոնք մարդիկ անվանում են անսպասելի։ Եզակի հնարավորությունները կարող են բառացիորեն ընկնել երկնքից, փոխակերպելով ձեր ըմբռնումը ինքներդ ձեզ եւ ձեր տաղանդներին։ Հնարավոր է անսպասելիորեն դուք դառնաք նեղ եւ առաջադեմ ոլորտի որոնված մասնագետ, կամ ձեր վաղեմի թվացյալ ուտոպիական գաղափարը հզոր աջակցություն ստանա։ Սա ժամանակն է դուրս գալ ստվերներից եւ աշխարհին հայտարարել ձեր առաջադեմ հայացքների մասին։ Մի վախեցեք ցնցել պահպանողականներին, ձեր ուժը հիմա կայանում է իսկության եւ տարօրինակ, բայց անձնական կայծին հետևելու պատրաստակամության մեջ։ Պարզապես հեծեք ալիքի վրա, զգացեք ոգեշնչման այդ էլեկտրական ցնցումները եւ գործեք առանց հետ նայելու։ Ձեր անձնական հաղթանակը սպասում է ձեզ, բայց այնպիսին, որը կառուցված է բոլորովին նոր, անհայտ կանոնների վրա։ Կարիճ։ Փյունիկ, հոգու ալքիմիա եւ հիմքերի վերածնունդ։ Ձեզ համար կարիճներ, այս աստղագուշակական սեզոնը կբացահայտի այնքան խորը գործընթացներ, որոնք կարելի է համեմատել երկրաբանական ցնցումների հետ։ Պլուտոնը, ձեր խորը հովանավոր մոլորակը, կսկսի փոխազդել ձեր քարտեզի զգայուն կետերի հետ, առաջացնելով ձեր անհատականության միջուկի լիակատար վերականգնման գործընթաց։ Մենք չենք խոսում պարզ փոփոխությունների մասին, այլ խոսում ենք իրական վերստեղծման մասին։ Դուք կհանդիպեք այն բանին, ինչը վաղուց թաղված է եղել ձեր հոգեկանի ամենախորը խորքերում՝ հին վախեր, չմշակված հույզեր, հզոր, բայց արգելափակված ռեսուրսներ։ Այս գործընթացը կարող է թվալ ինտենսիվ հոգևոր աշխատանք, քանի որ թվացյալ անսասան ներքին հիմքերը փլուզվում են։ Բայց դրանում է թաքնված ձեր ուժը։ Ինչպես առասպենական փյունիկը, դուք կկարողանաք վերաստեղծել ձեզ հին ծրագրերի մոխրից, տեղ ազատելով բոլորովին նոր կենսական ուժի համար։ Սա շոշափում է հենց հիմքերը, ձեր խորագույն արժեքները, վստահության տարբեր մակարդակի վրա կառուցված հարաբերությունները կամ ձեր ներքին ուժի աղբյուրը։
Դուք կկարողանաք ազատվել անցյալի մարտերում կերտված ձեր տարբերակից և աշխարհին բացահայտել նորացված, ավելի հզոր էակ։ Վստահեք այս հզոր մաքրող հոսանքին։ Թող միայն այն ներքին կառուցվածքները, որոնք այլևս չեն ծառայում ձեր բարձրագույն բարերությանը, այրվեն մինչև հողը։ Դրանց փոխարեն կբարձրանա ինչ-որ անխորտակելի և իսկապես ձերը։